լավ լա հերու չետան կլստորաշեք։ Այս ռսա ղախմին հերիք չի եկել Երևան, փող աշխատում, այսինքն հնարավորություն տվել են փող վաստակի, որը լրիվ ռուս, ոչ մի կապ ազգուծակում ու հայերի հետ չունի, այսինքն ոչ մի հիմունք չունի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Բայց տեսեք ոնց հայերս առե։ Հայաստանի ազնագիր է ուզում, որ վաղը թռնի Եվրոպաներ, այդ ղախվանի կոլի կուտը կերել է, երևույթին մեզվիզ, կամ առանց դրա էլ։ Հիմա Ռուսաստանի ազնագրով շատ ուրիշ երկրներում էլ խնդիրներ են առաջանում, օրինակ ստեղ, որտեղ հիմա ես գտնվում եմ Չեռնագորիայում, արդեն ռուսների համար մտցրեցին վիզաներ Եվրոմիության պահանջով։ Ես հիշեցնում եմ, որ տասնամյակներով ստեղ ապրում են ռուսները, որոնք ինչ-որ կապեր ունեն ծագումով սերբերի հետ։ Խոսք լինել չի կարող անգամ քաղաքացիություն ստանալու մասին։ Միայն VNJ կոչվածը, այնքան են հիմա բարդացրել։ Եթե անշարժ գույքի հիմա վրա, ուրեմն 250,000 եվրոյի արժողությամբ։ Ուրեմն մի բան էլ ասեմ։ Այս ընկերը ես այլ կերպ քան ռսախոս սրանց չեմ անվանում։ Իր մակարդակը բանը բավականին ցածր են ղախպեկից է ու Facebook-ում էլ այդ հոլովակը գտնեք, սրա հոլովակներից մեկում սա ասել էր։ Իդեպ նշեմ, ինչի՞ չէ, որ եթե Պուտինը կանչի, սա կգնա, այդ դեռ 22 թվականին էր ասել, այս ղախպեն։ Եթե Պուտինը կանչի, ինքն էլ կմասնակցի այդ SVO կոչվածին։ Ասելա, բայց թողը փախելա։ Սա շատ ամակարդակ երևանցիներից գումարները հավաքում իրենց փոքր բիզնեսը գովազդելու համար, բայց իդեպ ինքը նալոգ մուծում այդ եկամուտից։ Չնայած սա չի կարևորը։ Ես հիմա կասեմ կարևորը որն է, մինչև վերջ լսեք։ Ուրեմն արդեն ասացի, սա բավականին անշնոր ու ինչի հիմա վրա ուզում ստանալ քաղաքացիության մասին օրենսգրքում մի հատ ավելորդ կետ կա, ինչ որ ծառայություններ մատուցելու համար, եսի ինչ, չգիտես ինչ, Հայաստանի Հանրապետությանը, ինչի հիման վրա ՀՀ քաղաքացիություն։ Այս անշնոր բավականին երեսառած, ես հիմա կասեմ, սա էլ է ստորացնում հայերին։ Հիմա լսեք, բայց մի բան ասեմ, ուրեմն միաժամանակ հենց Մոսկվայում կան այլ ռուսաստանցիներ, որոնք հավատացեք 100 անգամ ձեզանից լավ գիտեն հայոց պատմությունը։ Օրինակ էլ տղեն Սերգեյ Բրյունը եւ այլոք, բայց նրանք այնքան համեստ են, ճիշտ, ինտելիգենտ եւ այլն, երբեք չեն հանդգնի, ասես նանգլեստ էլի ռուսերեն ասած, որոնց հոլովակներն կա YouTube-ում եւ այլն։ Հայերը ոնց ասեմ այդ նագլիություն, որ ասես անամոթաբար դիմեն, տվեք ինձ ազնագիր։ Երբեք, չէ՞ որ սա ասում է, որ դուք չկարծեք ես ֆոբ եմ, թե ինչ եմ եւ այլն։ Բայց այնքան քիչ է նման մարդիկ, չգիտեմ, Ռուսաստանում, որ մատների վրա երևի։ Կարելի է հաշվել, որ այնքան քիչ, որ դասկի բացառությունը չեմ համարում։ Ուրեմն կրկնում եմ, դուք ռուսերին մեծամասնությունը հայաստանցիներ, ռուսերին չեք ճանաչում։ Ոչ թե լավ չեք ճանաչում, դոսկի կիսա-կիսա չեք ճանաչում։ Սրանք այս տեսակը, որը Ռուսաստանի գերիշխող մեծամասնությունն է, եկել է Հայաստան եւ ձեզ ստորացնում է, մի հատ լսեք։ Ուրեմն այս կատեգորիայի, այս անմակարդակության աստիճանի անշնորհ ռսա ղախպեկը, որոնք չեն հասցնում ռեխները բացեն, արդեն քաքը ես կերցնում եմ։ Եկել են իրենց ձեր վրա այդ սատանությունը մեծա չեմ կարող մինչև վերջ արտասանել, թե չէ կփուլ կտամ։ Տեսեք ինչ արեց այս ղախպեն իր դրա հոլովակներից մեկում, արա։ Ես ըլեք թքե երեսին։ Ուրեմն գնացել էր, չգիտեմ որտից մի հատ կոնֆետ էր, թե ինչ էր առե, մտել էր մեկ այլ խանութ, հիշում եմ, մսի բաժինը, կա այդ հոլովակը նայեք, եւ այդ մսա վաճառին, այդ աշխատողին, այդ հայվանին սենց անում։ Տալիս այդ կոնֆետը, ասում է մի հատ կեր, ոնց կենտանուն են տալի էլի անասունին։ Ասում է մի հատ կեր, ես նկարեմ։ Զապադլու է, դե մի հատ կեր ես քեզ ոչ թե մի հատ խորխես ռեխի։ Սա պետք է քացով մի հատ ռեխին հագնես, գցես գետին քացով ռեխի մի հատ հագցնես։ Մի հատ էլ թքես ռեխին։ Բայց այդ հայվանը վերցրել ես ձեռքից, դուք հասկանում եք, այս բոզի տղեն որ եկել է, հենց այս ռսա ղախպի բալեկի համար է այդ SVO-ն, որ գնա Պուշեշնա մի ասաս սատկացնե։ Ղախպեն եկել է Երևան, հերիք չի բեզվիզա, հələ բոզի տղա Փաշինյանը Ռուսաստանի ներքին անձնագրով թողնում է ռուսներին, այդ ոչ մի երկրում այդպես բան չկա, իր ներքին անձնագրով գնա այդ երկիրը։ Ուրիշ հոլովակներ կա, ոնց այս ղախպեն մոտենում հայաստանցիներ, հայերը կամ նրանք ովքեր վաղուց տարբեր երկրներից եկել եւ այլն։ Բեսցերեմո գնում է սկսում է նկարել։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Թե արդեն լրիվ են անազգան պլինտուսից էլ ցածր արդեն կատտացրած հայվաններ եք։ Դե հիմա լսեք ինչ էի ուզում ասել։ Սա ես քիչ թե շատ նամուսով հայաստանցիներին եմ ասում։ Ուրեմն ես էլ մտնում եմ սրան, արա անգամ անպատվանք չէ։ Ուղղակի գրում եմ։ Այսպես որ երեստակ ես ռսախոզերին աստար կուզեմ։ Այսպես մի մեկնաբանություն եմ գրում եւ ինչ է սկսում հայաստանցիները անազգամ հայվանները հարձակում են ի վրա։ Այն սրա հոլովակի տակ որտեղ սա ՀՀ անձնագիր է ուզում արա։ Դուք սենց ուրեմն աննամուս, սենց անազգամներ եք արա։ Հայի հայաստանցու արժանապատվությունը սենց եք։
Թող աղբիցանուդեր, դուք էլ Նիկոլը նույնն եք, որ մենակ Սրիկան Նիկոլը չի դավաճան։ Դու աղբա անազգամ, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի հայաստանցու քաղաքացիությունը sense ոտնահարես աղբի տղա։ Այսինքն տասես խոզարսի, դե կաշվիտ վրաս գաս ես աղբարուսերին է, բայց արդարության համար նշեմ գտնվում են, բայց շատ քիչ հայաստանցիներ, որոնք ինձ հետ համաձայն են։ Եվ վերջապես երկու բառ էլ ասեմ, ավարտում եմ։ Լիովին անարդար, անշնորհք քաղաքացիություն ձեռք բերելու օրենսգրքի մասին։ Մի բան, եթե ծնողները հայաստանցիներ են, գնացել են այլ երկիր, երեխան դեացովել իհարկե ունի իրավունք քաղաքացիություն անձնագիր ստանալու։ Լրիվ այլ բան, որ այլ երկրում, օրինակ Ռուսաստանում, ոչ միայն ինքն է ծնվել, իր հերն ու մերն է ծնվել, իր տատն է ծնվել, որը ինչ որ կապ ունի հայերի հետ։ Դրա հիման վրա քաղաքացիություն տալ, արա ոնց որ մի հատ ընտանիքի են տվել, որի տատը իբր հայ է, որոնք ոչ մի հայերեն չգիտեն, որոնք իրենք այդ հոլովակը գրել են, ասում են մենք սկի չենք էլ պատրաստվում Հայաստան այցելել, այլ երկրի Նիկոլա Ղախպա դեսպանատնից անձնագրեր են ստացել ողջ ընտանիքով, պրազապազ, հասկանում եք սա ինչ ոտնահարում է, բայց անգամ սա էլ բավական չի է, այդ օրենսգիրքը, որի դեմ միայն ես եմ ելույթ ունենում, այնքան անարդար, այն ղախպության աստիճան անարդարություն է, որ ասում է, եթե եկել ես Հայաստան, կապ չունի ով, ուզում է Իլհամ Ալիև լինես, 3 տարի ապրել ես Հայաստանում, իրավունք ունես ստանալու ՀՀ քաղաքացիություն, անձնագիր Բոզի տղա Նիկոլ Փաշինյան, եւ այս Բոզի տղա Նիկոլ Փաշինյանը տալիս է անձնագիր, դրա համար են այդ ղախպարասները եկել լսվել Հայաստան, ձեզ հայվաններ քակ կերցնելով, ժամանակ անցկացնել, որ հետո անձնագրերը ստանան չվեն Եվրոպա, Ամերիկաներ, այնտեղից էլ քակեն ձեր բերենների մեջ, ոնց որ հիմա է։ Լիքը ռսախոս, որ 22 թվականից հետո եկել են Հայաստան, վեժե, մենժե ստացել, դրա հիման վրա, չգիտեմ ինչ ԱՄՆ-ի, չգիտեմ ինչ վիզաներ, Եվրոպայի ռադները քաշել են, ու այնտեղից ձեզ հեգնում են, ձեզ քակ այնքան օրինակներ կա, ձեզ քակակեր հայվաններ, ձեզ անպատվում են, որ ու ճիշտ էլ ան դուք արժանապատվություն չունեք։ Դուք ձեր մակարդակի, ես արդեն ասել եմ, այդ քուչի շանից ստատուսով ամեն ինչով հասկացողությամբ եւ ամեն ինչով ցածր եք։ Այդ չասած որ աննամուս, անպատիվ, անազգամներ եք։ Որովհետեւ ասել եմ մեկ անգամ, եթե ինչ որ քուչի շուն, գնա մեկ այլ քուչա իդե վրացերեն նշանակում է փողոց։ Մեկ այլ քուչա, մեկ այլ բակ։ Եվ այդ քուչի շները հարցակվեն եւ լարեն այդ շանը։ Ինքն էլ որից պատվով ամեն ինչով դուք ցածր եք։ Այդ շունը նման կերպ կբարբի, եթե հայտնաբերի այդ քուչեքի շներին իր տարածքում։ Հիմա Արա երբեմն մեկ էլ այնքան ախմախ բաներ են գրում կոմենտներ, որը ինքը իրան բլոկվում է, էլի։ Ինչ ես առաջարկում։ Հիմա հարկ կա ասել, թե ինչ են պահանջում։ Վերացնել այդ հոդվածները։ Ոչ մի օտար երկրի, մանավանդ ռուսների եւ բոլոր սլավոնների, հեսա կասեմ ինչ իմար։ Այս մոտակա 5 տարում ոչ մի քաղաքացիություն չտրամադրել եւ հրապարակավ հայտարարել դրա մասին, որ ռադները քաշեն։ Այս թեման ես չգիտեմ, երևի էլի անդրադառնամ։ Ես, որը դեռ Հայաստան կոչվող հանրապետության քաղաքացի, որը սե առանց անձնագրի նստած եմ։ Հիմա լսեք ինչ եմ ասում։ Ըստ օրենք